Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմ եւ Միքայել Սրբը ոչ միանշանակ չկա, մենք իրան Եթե դուք օրինակ թողություն տակ մեղքերի հաջորդ բային էլի մեղք կգործեք։ Ով է, բոլորն էլ այդպես են։ Ուրեմն մեղք այնպեսի բան է, որ յետեք ինչ կա։ Ներողություն ասեմ, ուրեմն ասում եմ մարդը չի կարող մեղք չգործի։ Ապաշխարում ես, ուրեմն մենք բարձրանում ենք եւ հետո ընկնում ենք։ Այդպես է, մեղքի հետ կապված, ուրեմն այդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի։ Անհնարին բան է, որ մեղք չգործի։ Ընտուփ ճգնավորները անապատում մեղք էին գործում եւ իրանց համարում էին բազմամեղ։ Տեսներ Սեր Շնորհալին իր հավատով Խոստովանիմի 24 տոների վերջում ասում է եւ ողորմյակ ու արարածոց եւ ինձ բազմամեղից, բայց ինքը Սրբոց դասին էր։ Էլ նարեկացին չեմ ասում, որ աշխարհի օվկիանոսները դառնային թանակ, մայրցամաքները մակաղատ, դարձյալ չէին կարող գրել իմ մեղքերից 1000-րդ մասնիկը եւ այդ։ Եթե Արարատ լեռը դնենք կշերքի մի նժարին, իմ մեղքերս մյուս նժարին, իմ մեղքերս կկերազանցե Արարատ լեռին, Գրիգոր Նարեկացին է ասում, Նարեկ լսի, ուրեմն պատկերացրեք, այսինքն եթե նրանք իրանց մեղավոր են համարում, բայց աշխարհի մեջտեղ է կանգնած, ոնց կարող է մեղք չգործեմ, հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հագած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում, եւ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում, հասկացար, այդ դու դա սովորի։ Քաղաքապետին նախ թեկնածուի մասին ասեք ով է լինելու եւ երկրորդը արդյոք դուք վստահ եք իր անբասիլ կենսագրության հետ կապված որ քրեական օրինակ գործերի հետ կապված ինքը խնդիրներ չի ունենա։ Փող քաղաքապետը։ Այո, ձեր թեկնածուն ով է։ Գիտեք ինչ կա, եթե հիմա այդպես մտածենք, որ մարդուն պետք է սենց փողոցը բռնեն, տանեն ինչ որ կարեն վրեն ուղարկեն գաղութ, հասկացար, հիմա ինչ ուզում ես արա, եթե պետությունը նմանատիպ վարկագիծ է անելու, ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես դիր, հետո իրան կխայտարակվեն, ես չգիտեմ ինչ կլինեն, ընդհանրապես ես չգիտեմ ինչ կդառնան։ Այսինքն հիմա ելում է պետք ընդհանրապես տեղական ինքնակառավարման ընտրությունները, ինչ պետք է այս ամեն համակարգը, որ ստեղծված է, այսինքն այդ մակարդակի քաղաքապետը այդքան իրանց հետաքրքիր է, որ ասենք այդքան, ամբողջ, ինչ մի բան էլ ասեմ ձեզ, մի բան եմ ասում ձեզ, ինչքան է քաղաքապետը հզոր լինի, պետք է անպայման իր հետևից ուժել տեսնի, հասկանալի է, որ կարողանա, օրինակ ես ինչքան հզոր քաղաքապետ եմ եղել ու իրոք շատ հզոր քաղաքապետ եմ եղել, բայց եթե Քոչարյանը Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի, շատ բաներ կար, որ դժվար կլիներ ինձ համար անել, ուրեմն պետք է այդտեղ հարաբերությունները Դադաստանի մեջ, մինչև Եվրոմիություն, ես չգիտեմ ինչ։ Մի խոսքով, Փաշինյանի դեպքում անպայման ասում եմ, դադի ենք տալու կառավարությանը, եթե հանգարցակի, ուրեմն 30 միլիարդը չտվեցին քաղաքի հասանելի գումարները, որ ասենք 85 միլիարդ քաղաքից հավաքագրվում է, տարվում է հանրապետական բյուջե, այնտեղից տրվում է քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, անպայման դրա համար պայքարելու եմ, հետո պայքարելու եմ այն պտտվող մեխանիզմը, որ կատարվում է քաղաքապետի հողհատկացումը, գնում է մարզպետարան քաղաքաշինության նախարարություն, որը հակասահմանադրական է, որովհետև քաղաքի հադագագիծը կա, եթե քաղաքի հադագագիծը կա, այդ մեխանիզմը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը, անպայման դրանց վերաբերյալ, եթե հանգարց ընդհանուր հայտարարի չեկան կառավարության, ուրեմն գիտեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո առաջի անգամ քաղաքապետարանը դադի է տալու կառավարությանը, բարձրաձայնում։ Գումարները տալիս էին, բացի այդ 3 միլիարդ դոտացիան, այդ որ ասում եք Պետությունը այն ժամանակ ավելի գումար էր տալիս, քան թե այստեղից ստանում էին։ Հիմա քանի որ երկիրը շենացել է ու դրա գլուխգործոցը ձեր խոնարհ ծառը ստեղծվել, ինչ որ տեսնում եք իմոլոգ է կառուցվել, այդտեղ արդեն երբ որ հաշվարկ են կարել Հրանտ Բակրատյանի հետ, շատ խելացի, ինքը լուրջ տնտեսագետ է, լուրջ մասնագետ է եւ ցավում եմ, որ այդ մարդու խելքը չեն օգտագործել նախկին եւ ներկայիս ուրեմն ղեկավարները, ցավում եմ դրա համար, այ իր հետ որ մենք քննարկել ենք, ինքը շատ լավ
Ուրեմն այդպես խումբ էր ստեղծել եւ դրա համար ինքը ներկայացրեց, մենք էլ զգացենք, որ որոշակի ես էլ հասկանում եմ տեղական ինքնակառավարումից եւ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-186 հոդվածների տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածի մաս հանումը Գյումրի քաղաքի պետք է լինի 27-ից 30 միլիարդ դրամ։ Բոլորին գիտեք։ Ողջ ընտրությունների ընթացքում երեք գծի հետև եք ասում, գծի տակ եք ասում, մի խոսքով գծի հետևի ասածը, գծի հետևի անը ուղղորդում է, չգիտեմ, լրագրողների վրա է հարձակվել եւ այլն։ Բա դուք ձեր լեզակներով չկարողացաք չեզոքացնել։ Դուք եք մեղավոր։ Դուք եք մեղավոր։ Հիմա որ մենք մի քայլ անենք, դուք ասեք, օ, քաղաքապետը սկսեց, Վարդան Ղուկասյանը, չգիտեմ ինչ արեց, բան արեց։ Մենք թեկուզ կողքից այսպես մեկի կողքից որ անցնենք, վայ, քամին գցեց վար, ինքը հաս բռնեց, քոտեշ ընկավ կամ բան, այդ սաղ դուք եք սարքել։ Քոտեշ հիվանդություն չգիտես, դե այն ինչ որ շիրակցի չեղնից նարեք, զով։ Մենք չենք ասում, որ գնայիք բռնեիք, Ինչ վերահասկեմ, համապատասխան կառույցներ կա, իրենք պետք է վերահասկեն, խոմ քաղաքապետը կամ տեխնազուն կարող է բոլորին վերահասկի, իրանք պետք է վերահասկեն, իրանք պետք է լրագրողներն պետք է ճշմարտությունը ցույց տան, մինչև վերջ ճշմարտության կողքին կանգնեն։